Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունն առանձին պատմական իրադարձություն չէ, սա հայ ժողովրդի շարունակական ցեղասպանության պրոցեսի մի հատվածն է։ Հայաստանի եւ միջազգային փորձագետների դիտանկյունից ցեղասպանության ճանաչման եւ կանխարգելման խնդիրն է 1915 թվականից մինչեւ Արցախում էթնիկ զտումները։ Վերջինը նույնիսկ մեր հասարակության մի հատվածի կողմից չի իդենտիֆիկացվում որպես ցեղասպանություն։ Ցեղասպանական գործողությունները ներկայացնում է ինչ որ վայրում, ինչ որ մարդկանց մի խմբի սպանությունը։ Մինչդեռ նորից եւ գիտականորեն եւ միջազգայինորեն ընդունված չափորոշիչներով ցեղասպանությունն ու ցեղասպանական գործողությունները դրանք ուղակի մարդկանց սպանությունները չեն, դրանք կարող են լինել շատ այլ բնույթի եւ այն գործողությունները, որոնք իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից 20 թվականից ի վեր հանգիստ տեղավորվում են այդ նմանատիպ բնորոշում ունեցող գործողությունների անվան տակ։ Ցեղասպանություն, հանցագործության, կանխարգելման եւ պատժի վերաբերյալ 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիան դրա երկրորդ հոդվածը սահմանում է թե ինչն է ցեղասպանություն եւ սահմանում է 5 կետ։ Եվ այս 5 կետերից 3-ը ուղղակիորեն վերաբերում են Արցախում կատարվածին, մեկը մասնակիորեն։ Ընդ որում կոնվենցիան ասում է, որ այս 5 կետերից մեկի առկայությունը արդեն նշանակում է ցեղասպանություն։ Հայ ժողովրդի նոր պատմության ընթացքում էթնիկ զտման ամենաակներև եւ քննարկված օրինակը 2022-ի դեկտեմբերից սկսված Արցախի տոտալ շրջափակումն է, էթնիկ զտման տեսակ, որի համար գոյություն ունի հատուկ տերմին՝ ցեղասպանություն, բնակչության հյուծման միջոցով։ Այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական քաղաքականությունն է, այդ թվում հոգեբանական կոմպոնենտով, որը դարձյալ գիտությունը, ցեղասպանագիտությունը որակում է որպես ցեղասպանական գործողություն։ Դրա մաս է կազմում հայության դեհումանիզացիան, հայության շրջանակներում այսպես կոչված failed state-ի տապալված պետության այսպես բանի, պարբերաբար կրկնությունը։ Ինչու է այսօր Թուրքիան շարունակում հերքել 1915-ին իրականացրած ցեղասպանությունը, չէ որ կարելի է ասել, որ դա օսմանցիների ձեռքի գործն է եւ վերջ։ Հերքումը հիմնակարային նշանակություն ունի Թուրքիայի Հանրապետության համար, նշում են մասնագետները։ Եթե կոպիտ ասած չցեղասպանեին հայերին, Թուրքական Հանրապետությունը այն տեսքով որ կար, այսօր չէ լինի։ Դեպաբար դա հերքումը ցեղասպանության, դա թուրքական պետության լեգիտիմությունն է։ Իսկ եթե գանք այսօրվա իրողություններին, ապա հստակ է, որ հայ ժողովուրդը նորից գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Հարավային Կովկասում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կա հստակ դերաբաշխում։ Նրանք խաղում են լավ եւ վատ ոստիկան։ Վատ ոստիկանը Ադրբեջանն է, լավը Թուրքիան, որը իբրև զսպում է Ադրբեջանին եւ փափուկ ուժով Հայաստանին ստիպում զիջումների գնալ։ 1915-ի եւ 2020 թվականի իրադարձությունների միջև կարելի է գտնել նմանություններ։ Առաջնորդների բանտարկում, բնակչության տեղահանում եւ ժխտում։ Որն է տարբերությունը։ Այսօր մենք կարող ենք պաշտպանել հայերին եւ ահա թե ինչպես։ Եվրոպացի առաջնորդները մայիսի 4-ին հանդիպելու են Երևանում։ Հանդիպման ընթացքում քննարկելիք օրակարգում չկան Բաքվում բանտարկված հայ առաջնորդների եւ հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի հարցերը։ Անհրաժեշտ է այս հարցերն ակցիաների միջոցով նրանց լսելի դարձնել։ Մասնագետները այս փուլում նաև խիստ կարևորում են միջազգային դատական ատյաններում Արցախի էթնիկ զտման դրվագներով գործերի քննության պրոցեսները, որոնք սակայն առաջիկայում հնարավոր է դադարեցվեն Հայաստանի միջնորդությամբ, քանի որ խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակում այդպիսի համաձայնություն կա Ադրբեջանի հետ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեծ պատասխանատվություն առաջի հերթին բավականին հպարտ եմ։ Ապագա բժիշկ Նարեկի նկարը միշտ կմնա Մաշտոցյան մատենադարանում հայոց ձեռագրատանը։ 8 տարվա պատմությամբ մարդասիրած Մատյանի վերջին 2 էջն է։ Պատկերում է հայի կյանքը մինչև ցեղասպանությունը եւ արդեն թուրքերի ոճրագործությունից հետո։ Կուժը կոտրված դժբախտության խորհրդանիշն է ու առաջը ամեն ինչ լավ էր դրանից առաջ։ Մատենադարանի ավելի քան 20,000 ձեռագրերին 2018-ի ապրիլի 24-ին ավելացավ այս բացառիկ Մատյանը, առաջինը, որ ստեղծվել է հենց այստեղ, հայկական ժառանգության պահպանման եւ հումանիզմի այս կարևորագույն կենտրոնում հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ։ Մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են։ 8-րդ տարին է ճիշտ այսօրը ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայի հիշատակի նախօրեին ներկայացվում է ցուցադրության։ Մատյանը իհարկե իր բովանդակությամբ տարբերվում է մատենադարանում պահվող անշուշտ մյուս ձեռագրերից, բայց իմաստի առումով կարծես հարում է նրանց, որովհետև մարդկային սխրանքի պատմություն է,
ուրեմն մարդկային ջանքի եւ ուրեմն մարդկության փրկության համար ներդրված ջանքերի պատմությունը եւ այս իմաստով Մարդասիրած Մատյանը իր կարևոր տեղն ունի Մատենադարանում։ Ձեռագիրն արտացոլում է հայ Ավրորա մարդասիրական նախաձեռնության գործունեության ամբողջ ժամանակագրությունը։ 8 տարիներն ամփոփում է հենց Մատյանը։ Ի դեպ, այս թիվը եւս խորհրդանշական է։ Հայոց ցեղասպանության տարեգրությունն է 1915-ից 23։ Անցնող տարիներից յուրաքանչյուրի ընթացքում 365, նահանջ տարիների դեպքում 366 բառով այստեղ ներկայացվել են Ավրորայի հերոսների եւ դափնեկրի պատմությունները, ինչպես նաև մարդասիրության մրցանակի ունեցած ազդեցությունը։ Մատյան մարդասիրած, այսինքն այս բառակապակցության մեջ ամեն ինչ գրված է։ Թեև մարդասիրած Մատյանն ամբողջական է, Ավրորա Արշալույս Մարտիգանյանի պատկերից հետո դեռ մի քանի դատարկ էջ կա։ Այստեղ հավանաբար հիշատակարան կլինի, ամփոփելով Մատյանի ստեղծման պատմությունը, ինչպես բնորոշ է ձեռագրերին։ Դատարան ուղարկվող գործերի, քրեական վարույթների թվերը, ինչպես նաև քննիչների ծանրաբեռնվածության ավելացումը մնում են արդարադատության համակարգի առանցքային խնդիրներից։ Թվերը խոսում են ակտիվ աշխատանքի մասին, սակայն միևնույն ժամանակ բարձրացնում են մի շարք հարցեր կապված արդյունավետության եւ որակի հետ։ Ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականի ընթացքում քննչական կոմիտեի ստորաբաժանումները ընդունել են 74893 հաղորդում, որոնցից շուրջ 57672-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 17221-ով չի նախաձեռնվել։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է ընդհանուր, այդ թվում նաև հաշվառվածի մասին է խոսքը 224444 քրեական վարույթ, նախորդ տարվա 207132-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 17312-ով։ Նշված 224444 քրեական վարույթից 157367-ը փոխանցվել է 2024 թվականից։ Կոմիտեի մարմինների կողմից նախաձեռնվել է 58321 քրեական վարույթ։ Առանց նախորդ տարիներին հաշվառված եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված քրեական վարույթների 2025 թվականի ընթացքում քննվել է 90931 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85341-ի դիմաց։ 90931 քրեական վարույթից լուծվել է 69694-ը։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը։ 2025 թվականին մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 350 քրեական վարույթ, 2024 թվականի 319-ի դիմաց։ Փաստաբանները սակայն քննիչների ծանրաբեռնվածության ցուցանիշը մտահոգիչ են համարում, քանի որ դրանով կարող է գործի վրա կենտրոնանալու եւ արդյունավետ քննություն իրականացնելու խնդիրներ առաջանան։ Նկատում են, որ ապարատը կարիք ունի նոր ռեսուրսների։ Չկա հստակ տարանջատում, այդ 350 վարույթից մոտավոր քանիսն են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր, ինչ բարդության գործեր են դրանք։ Շատ դեպքերում այդ ծանրաբեռնվածությունը բերում է քննության վատ որակի, մակերեսային քննության, գործերը ինչ որ կերպ ավարտելու ցանկության, ծանրաբեռնվածության ֆոնին շատ կարևոր հաղորդումներով նույնիսկ վարույթ չի նախաձեռնում պատճառաբանելով, որ չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Նախաքննության փուլում թույլ տված բացթողումները կամ թերությունները հետագայում ուղղակի անմիջական ազդեցություն են ունենում արդարադատության որակի վրա, ահազանգում են փաստաբանները։ Ասում են, քննիչները գործերի այդ ծավալով պայմանավորված անգամ ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում քննությունն իրականացնելու ողջամիտ ժամկետներում։ Քննիչները ժամանակ չունեն իրականացնելու բացաճ քննություն։ Քննիչները մարդիկ են, ովքեր որ պետք է գործի քննությունը ամբողջական իրականացնեն, բայց դրա համար այդ քանակով պայմանավորված վարույթների թվի աճը եւ դրան զուգահեռ քննիչների թիվը չաճելը բերում է նրան, որ քննիչները վարույթները նախաձեռնում են, բայց հնարավորություն չեն ունենում բացաճ քննություն իրականացնել։ Մեկ քննիչը չի կարող այդ գործերը քննել պատշաճ։ Այսպիսով, եթե աճող ծավալներին մարդկային եւ ինստիտուցիոնալ ռեսուրսները համարժեք չլինեն, ապա դա մասնագետների գնահատմամբ կարող է անմիջական ազդեցություն ունենալ թե նախաքննության արդյունքների, թե վերջնական դատական ակտերի վրա։ Գաղտնիք չենք բացահայտի, եթե նշենք, որ Հայաստանում մասնավոր դպրոցների գերակշիռ մասը շատ ավելի որակյալ կրթություն է տալիս երեխաներին, քան պետականներից նույնիսկ լավագույնները։ Սրանում համոզվելու համար բավարար է փոքր հարցախույզ անել դպրոցահասակ երեխա ունեցող ծանոթների շրջանակում։
Ինչու են ծնողները տանում իրենց երեխաներին մասնավոր դպրոց, այն ծնողները իհարկե, որոնք ֆինանսական հնարավորություն ունեն, որովհետև ըստ էության կառավարությունը ձախողել է որակյալ կրթություն տալու իր գործառույթը։ Պետական դպրոցները ցավոք սրտի չունեն այդ վարձատրության մակարդակը։ Եվ լավագույն ուսուցիչները պետական դպրոցներից գնում են դեպի մասնավոր դպրոցներ, որպեսզի ստանան իրենց աշխատանքի իսկապես չափ վարձատրություն։ Եվ դրա համար ենք ասում, եթե մենք ուզում ենք կրթության ոլորտում ինչ-որ բան փոխել, առաջին հերթին չպետք է ձևական, այլ իրականում ուսուցչի աշխատավարձը բարձրացվի։ Պետությունը այս խնդրի համար գտել է մեկ այլ լուծում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 2027-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեից փոխհատուցել մասնավոր դպրոցներում սովորող երեխաների ուսման վարձը։ Կրթության համակարգը նախ եւ առաջ արդարություն է սիրում։ Փոխանակ միջինին բերվի եւ բոլոր դպրոցները չենք ասում մակարդակը իջեցնել, բայց պետք է ցածր մակարդակ ունեցող դպրոցների մակարդակը բարձրացվի։ Կառավարությունն ասում է, որ այն երեխաներում ծնողները կարող են իրենց թույլ տալ, թող երեխաներին տանեն մասնավոր դպրոցներ եւ ես կփոխհատուցեմ դրա հետ կապված ծախսերի մի մասը, իսկ այն երեխաներում ծնողները դրա հնարավորությունը չունեն, պետք է հաճախեն պետական ուսումնական հաստատություն եւ ստանան անորակ կրթություն։ Մասնավոր դպրոցների ճնշող մեծամասնությունը գործում է Երևանում, սա նշանակում է, որ մարզերի մեծ մասն այս ծրագրից ոչինչ չի ստանալու։ Սա հակասում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությանը եւ խորացնում է սոցիալական շերտավորումը, նշում են մասնագետները եւ ֆիքսում, որ այս նախագիծը չի անցել հանրային քննարկում եւ բացակայում է մինչեւ 2030 թվականի կրթության զարգացման ծրագրում։ Մյուս կողմից առաջիկայում ծրագրվում է մարզերում մինչեւ 100 աշակերտ ունեցող 200-ից ավելի դպրոց միավորել հարևան համայնքների ավելի խոշորների հետ։ Այս ճանապարհով կառավարությունը հույս ունի ավելի մրցունակ կրթություն ապահովել փոքր համայնքների երեխաների համար։ Որակյալ կրթության հետ ըստ էության ուղիղ կապ չունի նույնիսկ նորակառույց դպրոցի շենք ունենալը։ Իսկ երեխաներին տանջել, օրինակ 10-12 կիլոմետր օրական տանելու բերել, դա բնավ կրթության որակի բարձրացման մասին չի խոսելու, ընդհակառակը։ Շատերը ուղղակի հրաժարվելու են։ Մենք չգիտենք ընդհանրապես թե ինչպիսին է կրթության որակը այն դպրոցներում, ուր հաճախելու են այդ երեխաները։ Այսինքն, եթե կառավարությունն ասում է, որ այս դպրոցներում ինքը չի կարողանում կրթության որակ ապահովել, ինքը պետք է ցույց տա, որ այն դպրոցներում, ուր հաճախելու են այդ երեխաները, բավարար կրթության որակ կա առաջին հերթին։ Մասնագետները նշում են, որ ԿԳՄՍ-ի միջնաժամկետ ծրագիրը, որը ենթադրում է մասնավոր դպրոցներում սովորող երեխաների ուսման վարձերի փոխհատուցում, մեծ հաշվով չունի փաստային հենք, այսինքն պարզ չէ, թե նշված ծախսերը ինչի համար են անհրաժեշտ եւ ինչ են տալու պետությանը հետագայում։